Բուն TV-ի եթերում եւ լողում է նավը հաղորդաշարն է եւ իմ հյուրը ռեժիսոր Լուսինե Սարգսյանն է։ Լուսինե, շատ շնորհակալ եմ, որ ընդունեցիր հրավերը եւ մեր տաղավարում ես։ Ես եմ շնորհակալ։ Լուսինե, մենք տոնում ենք այս տարի հայկական կինոյի 100-ամյակը եւ եթե մենք այդպես ընդհանրացնենք հայկական կինոյի պատմությունը 100 տարվա, կա ինչ-որ մի ավանդույթ, ինչ-որ մի գիծ, որը մենք ժառանգել ենք եւ յուրացրել ենք այդ ժառանգությունը ու այսօր հետևում ենք դրան մեր կինոարտադրությամբ։ Եթե բովանդակային թեմատիկ առումով դիտարկենք, իմ կարծիքով մենք ավելի շատ պահպանել ենք մեր ազգային, մեր ոնց որ հատկանիշների, մեր ողբերգությունների մասին պատմելու ուղղությունը։ Մի քիչ ավելի քիչ ենք ինտեգրվում համաշխարհային թեմաներին։ Դա ոնց որ թե ակնհայտ է, ոնց որ մեր կինոն մի քիչ տխուր է։ Բոլորը ավելի շատ հակված են այդ ազգային ինչ որ գենետիկորեն մեզ փոխանցված ողբերգական ինչ որ գծի վրա։ Դարդուցավոտ է։ Հա, իմ կարծիքով այդ միշտ կա, այսինքն նույնիսկ երիտասարդների մեջ առաջին հայացքից, երբ որ նայում ես, շատ քչերն են, որ փորձում են պատմեն մեկ այլ պատմություն։ Բոլորի մոտ կա այդ որևէ իրադարձության, բայց անպայման մեջը ողբերգական, այսինքն դրամա ժանրը, դրաման մեզ մոտ, ասենք, առաջին տեղում է, այսպես ասեմ։ Ինձ համար ճիշտ ասած տարօրինակ էր, որ երիտասարդ սերնդի մոդել է, ոնց որ այդ հակվածությունը, եւ դրա համար սկսեցի մտածել, որ գենետիկորեն մեզ փոխանցված ինչ որ մի հատ ցավ է, որից դեռևս չենք կարողանում ազատվել։ Իսկ կինոն կարա նպաստի, որպեսզի մենք դրանից ազատվենք։ Կամ արվեստը։ Իհարկե, անպայման։ Արվեստը լայն իմաստով ոնց որ փորձում է ավելի շատ նպաստի, հա, այսինքն երաժշտությունը, ներկայացումները եւ այլն ավելի տարաբնույթ են։ Կինոն մի քիչ ավելի մի ուղղության վրա է, արդեն ասեցի, բայց կինոն ամենաշատը կարա նպաստի։ Պարզապես կինոյում նպաստելու համար կարծում եմ պետքա մի քիչ դրսի աչքով նայել մեր կինեմատոգրաֆին, նույն երիտասարդ ստեղծագործողների առումով, այսինքն ավելի շատ պետք է նայել դրսում ինչ է արվում, գուցե ավելի շատ կարդալ է պետք եւ կինոն, քանի որ ինքը զուգահեռ գնում է իրական կյանքին, հա, այսինքն մեր ոնց որ երկրորդ կյանքն է, մեզ զուգահեռ, մեզ հետ քայլող է։ Կինոն ամենամեծ պոտենցիալը ունի օգնելու այդ խոչընդոտը, հա, հաղթահարելու, այդ խոչընդոտը անցնելու, գուցե եւ դա այդքան մեծ խոչընդոտ չի, որտեղ աշխարհում իհարկե պատմում են տարբեր տեսակի պատմություններ, այդ թվում նաեւ դրամատիկ պատմություններ։ Ուղղակի մեզ մոտ ինքը մի գծի վրա է ավելի շատ։ Եվ կարծում եմ, որ կինոյում դրա մասին պատմելու համար պետքա կարողանալ դա վերապրել։ Այսինքն վերապրել, դուրս գալ դրա միջից։ Դրա համար մի քիչ տարիք է պետք գուցե եւ մի քիչ ավելի վերլուծական մոտեցում է պետք, որովհետեւ ոնց որ կյանքում, երբ որ ինչ որ մի հատ ցավ քո մոտ անցնում է կամ մի քիչ դադարում է, նոր դու կարողանում ես դրա մասին խոսել։ Հիմա մեզ մոտ իմ կարծիքով շատ ավելի ենթագիտակցորեն է գալիս երիտասարդ սերնդի մոտ։ Հա։ Եվ եթե մենք փորձենք դրա մասին մտածենք, շատ արագ կհաղթահարենք ու հենց կինոյով։ Խորհրդային միությունը ինքը որոշակի արտադրական մեխանիզմ էր, շատ հստակ գծված եւ բոլորը կարծես թե գիտեին իրենց տեղը։ Իհարկե այնտեղ կային շատ խոչընդոտներ, որոնց մասին բարբերաբար խոսել ենք եւ քաղաքական եւ հենց նույն կինոյի դաշտ մտնելու այն խոչընդոտները, որոնց մասին մենք գիտենք, այսինքն թայֆաբազական մոտեցումները, որոնք որ եղել են ու քանի ռեժիսորներ ուղղակի չեն կարողացել հաղթահարել դա։ Անկախության շրջանում մենք ունենք որոշակի արտադրական մեխանիզմ, որը կարող է այդպես փոխարինող հանդիսանալ նրան, ինչ որ մենք ունեցել ենք։
Փոխարինող դժվար թե հանդիսանա, որովհետև խորհրդային միության տարիներին այդ համակարգը, որը գործում էր, որի մասնավոր մոդելը այսօր գործում է Ամերիկայում, ինքը ինդուստրիալ մոդելն էր, որտեղ ասենք արտադրական մեծ ստուդիաներ էին աշխատում եւ ասենք ֆինանսական շրջանառությունը նույնպես ամբողջ երկրով մեկ էր արվում եւ որևէ ռեժիսոր չէր մտածում իր ֆիլմի համար գումար գտնելու։ Դա շատ կարեւոր մաս է, որովհետեւ այսօր մեր ռեժիսորների գրեթե 90%-ը, որքան մտածում է ստեղծագործական մասին, գրեթե նույնքան մտածում է ոնց է ինքը դա նկարելու արտադրական եւ ֆինանսական առումով։ Դա շատ դժվարացնում է աշխատանքը։ Իհարկե դա ուղիղ կապակցված է նրան, որ մեզ մոտ պրոդյուսերական դպրոցը զարգացած չի եւ մեր պրոդյուսերները առայժմ չեն կարողանում այդ մասը ոնց որ այդ ծանրությունը վերցնել իրենց վրա։ Ռեժիսորները, հատկապես նրանք, ովքեր որ որոշակի հեղինակություն ունեն, ավելի շատ ծանրություն ընկնում են ռեժիսորների վրա։ Ինչ իմ կարծիքով ինչ տեղի ունեցավ մեզ հետ խորհրդային միության փլուզումից հետո մենք բավական դժվար կարողացանք ոնց որ անցնենք այդ շրջանը, հատկապես կինոյում, երբ որ ստուդիան փլվեց, երբ որ մասնավոր փոքր ստուդիաներ սկսեցին ինչ որ գործեր անել, այդ թվում օրինակ ես հիշում եմ այդ տարիներին առաջիններից էր Bars Media-ն, որը սկսեց աշխատել, եւ շատ քիչ էին այդ արտադրող ստուդիաները։ Ինչ մենք անցանք եվրոպական մոդելին։ Օրինակ, ասենք Եվրոպայում այսօր շատ զարգացած գործում է փոքր արտադրող ընկերությունների մոդելը, որոնք որ իրանց ձևաչափը այդպիսին է։ Հիմա մենք անցել ենք այդ մոդելին արտադրական, որովհետեւ ստուդիաների աշխատանքը ոնց որ ամբողջ խորհրդային միությունում քանդվեց, չնայած նրան, որ ամբողջ խորհրդային միության պետություններում գոյություն ունեցող բոլոր ստուդիաները պահպանվեցին բացի մեր երկրից։ Բոլորը պահպանվել են։ Այո, բոլոր ստուդիաները պահպանվել են եւ ներկայում այդ ստուդիաները նորից մեխանիզմ են մշակում համատեղ արտադրություններ անելու։ Ինչու՞ ստացվեց մեզ հետ, ինչն էր պատճառը։ Ես ճիշտն ասած չեմ կարող հստակ պատճառները նշել, ես միայն կարող եմ ասել, որ մեզ մոտ որոշեցին վաճառեն Հայ ֆիլմ կինոստուդիան ի տարբերություն մյուս երկրների։ Հա, այսինքն նույն Մոսֆիլմը ինքը դարավ լրիվ ուրիշ ֆորմատի, էլի ստուդիան պահվեց, նույն Գրուզիա ֆիլմը, նույն, այսինքն բոլոր երկրներն, Բելարուս ֆիլմը, իրանք չվաճառվեցին այդ կազմակերպությունները, մնացին պետական եւ պարզապես այդ բազայի վրա սկսեցին գործել մասնավորները, այսինքն տարածքը վարձակալությամբ տրվեց եւ այլ, այսինքն տարածքը պահպանվեց։ Նույն Գրուզիա ֆիլմում, որ ես վերջին անգամ եղա, իրանք նույնիսկ պահպանել էին իրանց այդ ձայնագրման ստուդիաները, որը դեռ պետության ոնց որ բալանսի վրա էր։ Եվ ամբողջ ստուդիայի տարածքում գործում էին շատ տարբեր արտադրող ընկերություններ, այդ ամբողջ պահեստային մասեր վարձակալված էր իրանց կողմից, իրանց տեխնիկաները, ռեկվիզիտները, այդ մարդիկ, այսինքն ստուդիան գործում էր մեծ հաշվով, որտեղ ամբողջ ոլորտի ներկայացուցիչները ունենալով այդտեղ օֆիսային տարածքներ, առավոտից իրիկուն գործում էին, աշխատում էին այդ ստուդիայում։ Մեծ հաշվով բոլորը կիրառեցին այդ մոդելը, բացի մեր երկրից ցավոք, հայ ֆիլմը վաճառվեց ինչ-որ հստակ պայմաններով եւ այդ պայմանները բոլորս գիտենք, որ չարվեց, հետո վերադարձվեց նորից պետությանը։ Արդեն լրիվ ավերված վիճակում։ Այո, արդեն լրիվ ավերված վիճակում, իհարկե ես չգիտեմ մանրամասները արդյոք հետաքննվել է պայմանագրային մասը, արվել է, չի արվել, ինչքան է արվել, եթե չի արվել, ով է պատասխանատու, դրանից տեղյակ չեմ, բայց փաստ է մեր բոլորի համար, որ մեր ստուդիան կործանվեց, Հայ ֆիլմ կինոստուդիան։ Եթե այդպես մենք փորձենք այդ խոսակցությունները եզրակացության հանգեցնել, որտեղ շատերի կողմից կա միտք, որ այ եթե հայ ֆիլմը նորից շարունակի գործել, մենք կունենանք ավելի կայուն կինոարտադրություն, կա այդպիսի հնարավորություն ըստ քեզ այսօրվա ժամանակակից աշխարհում հետ քայլ անելու եւ փորձելու
այդ ստուդիան ոտքի կանգնացնել կամ կա դրա նպատակ ընդհանրապես անհրաժեշտությունը։ Երկու տարբեր ճանապարհներ կա։ Գնալ ստուդիան վերականգնելու ճանապարհով, որը նշանակում է երկրում նորից ֆունդամենտալ հիմք դնել ինդուստրիայի։ Ես կարծում եմ, որ մեր երկիրը բավականաչափ հարուստ չի դրա համար։ Եվ եթե մենք կարողանանք ալտերնատիվ ճանապարհներով ֆինանսավորում ներգրավել երկիր այդ ինդուստրիալ հարթակը ստեղծելու համար, ամբողջ այդ հայ ֆիլմի մեխանիզմը, որը ես չէի ասի, որ շատ ավելի թանկ է, քան ցանկացած այլ, ասենք, նախաձեռնություն, որը 0-ից է սկսվում, կամ այսինքն որը կառուցվում կամ վերակառուցվում է, դա այդպես չի իրականում, բայց պետությունը այսօր այդ գումարը ներդնի վերակառուցելու համար հայ ֆիլմը մի քիչ պետքա իմ կարծիքով հաշվարկված լինի դրա արդյունավետությունը եւ հեռանկարային, այսինքն զարգացման պոտենցիալը։ Միանշանակ պետքա ունենալ բացի ենթակառուցվածքների վերանորոգումից, պետքա նաեւ ունենալ որոշակի ֆինանսական բազա, որովհետեւ միայն դա վերակառուցելով չի։ Մենք այսօր տարական նկարահանման խմբերի խնդիր ունենք մասնագետների, ասեն երկրորդ մասի խնդիր, երկրորդ բլոկի, ասենք ասեմ նկարահանման լուսավորողներ, տեխնիկներ, զգեստի սպասարկող անձնակազմի խնդիր ունենք, որովհետև տարիներ չի գործել այդ նույն ինդուստրիալ տարածքը կամ ինդուստրիալ մեխանիզմը տարիներով չի գործել եւ այդ մարդիկ ոնց որ ասած իրանցից հետո չեն եկել, հա, աշակերտներ։ Եվ այսօր ստեղծել այդ ամբողջ ֆունդամենտալ վերականգնումը անել առանց սպասարկող անձնակազմի կոպիտահնչում գուցե, հա, այդ ոչ թե սպասարկող ազգար, այլ մասնագետների երկրորդ, ասենք, սպասարկող մասը մի քիչ իմ կարծիքով իրատեսական չի, այսինքն պետքա վերցնել ավելի շատ կրթական մասը զարգացնել, որպեսզի մենք ունենանք այդ մասնագետները։ Ես իհարկե անձամբ իմ մոտեցումը հայ ֆիլմի մասով ես երազում եմ, որ դա վերականգնվի իրականում, որովհետև ես ինքս սկսել եմ աշխատել հենց հայ ֆիլմում, իմ այսինքն ինստիտուտից հետո աշխատել եմ հայ ֆիլմում եւ ես ինձ համար դա ասենք կինոյի մեր միջավայրի մեր ոնց որ ամենակարևոր երեխեն է, որին պետքա պահես, միշտ պետքա պահես ու միշտ ուշադիր լինես։ Բայց երբ որ պրակտիկ նայում ենք այսօրվա մեր վիճակին, ես կարծում եմ, որ մենք ֆինանսապես այնքան էլ կայուն վիճակում չենք, որպեսզի հավակնոտ այդ տեսակ նախաձեռնությունը։ Մենակ մեր երկրի միջոցների վրա հույս դնելով գնանք այդ ամբողջ ինդուստրիայի, եթե մասնավորը միանա, իհարկե արժի։ Գիտես, մենք շատ հաճախ որ խոսում ենք այդ թեմաների մասին, կարծես տպավորություն լինի, որ ջուր ենք ծեծում ու չգիտենք ինչ ենք խոսում այդ թեմայով, անընդհատ այն ինչը որ եղել է ու հիմա չկա, բայց դրա մեջ շատ կարևոր մի բան կա, որը որ մենք պետքա երևի թե գնահատական տանք դրան։ Ինձ թվում է խորհրդային միությունից հետո այն սերունդը, որը որ պետքա շարունակել նկարահանել կինո, որոշակիորեն զրկվեց այդ իրավունքից եւ մի սերունդ կա, որը ես այդպես իմ ձևակերպմամբ եւ գուցե դա էլ կոպիտ ձևակերպում լինի, բայց ինձ թվում է հայկական կինոյի կորսված սերունդն է, որի մեջ ես նաև քեզ եմ դիտարկում այդ իմաստով։ Մենք պիտի գնահատենք, որ այդ փոփոխությունը ունեցավ շատ ուղիղ ազդեցություն մեր կինոյի վրա, եւ եթե մենք ասում ենք, որ այսքան տասնամյակ մենք խզում ունենք, այսինքն ամբողջ 90-ականներ, 2000-ականի սկիզբը, մենք մի կերպ ենք կարողանում ոտքի կանգնենք, դա որոշակիորեն մի ամբողջ սերնդի կինո նկարելու իրավունքից զրկված լինելու արդյունքում է, պատճառով է։ Դու ընդունում ես այդ ձևակերպումը։ Անպայման ընդունում եմ, որովհետև երբ որ դա հենց մեր սերունդն է, բացի խորհրդային միության փլուզումը, որը ընդհանուր այդ ամբողջ երկրներին տնտեսապես բերեց այլ, այսինքն ֆորմատի գործունեության եւ պետք է շատ արագ վերափոխվել մեկ այլ ձևաչափի աշխատանքային, մենք պատերազմի մեջ էինք եւ տնտեսապես բավական ծանր վիճակում եւ ամեն ինչ երկրում գնում էր
նրան, որպեսզի կարողանանք ապահովել, ասենք, առաջնագիծը եւ այլ։ Մենք բոլորս մոռացել էինք ընդհանրապես մասնագիտական առումով մենք ինչ ենք ուզում եւ այլ մեր ասենք ընկերները, մեր կուրսեցիները, մեր, չգիտեմ, բոլորը մեր սերնդի բազմաթիվ ներկայացուցիչներ գնում էին ու հետ չէին գալիս, այսինքն արժեքները մի քիչ ուրիշ էին։ Առաջնային դրված էր, ասենք, մարդը մարդուն օգնելու խնդիրը։ Իհարկե մենք բոլորս ունեինք մեր վառ երազանքները մասնագիտական, բայց հնարավորություններ չկար, իսկապես չկար։ Տարական, ասենք, տեխնիկա չկար աշխատելու, միջոցներ չկային, ստուդիան չէր աշխատում, մասնավոր ստուդիաները դեռևս չէին զարգացել այդպես, այսինքն շատ դանդաղ էր այդ ամեն ինչը գնում եւ ես կարծում եմ, որ հիմնական խնդիրը պատերազմն էր բոլորիս համար եւ իհարկե մենք նույնիսկ 15 տարի կորցրեցինք, որովհետեւ հենց այդ տարիներին պետքա տեղի ունենար մեր հետ այն ինչ որ միշտ օրինակ է բերվում Վրաստանը, հա, ինչ որ տեղի էր ունենում Վրաստանում այդ տարիներին մեզ հետ պետքա տեղի ունենար։ Չմոռանանք, հա, Վրաստանում էլ 2008-ին եղավ պատերազմ, եթե ճիշտ եմ տարեթիվը հիշում, բայց իրանք արդեն հաղթահարել էին, այսինքն մի այն առաջնային 10 տարին, որը պետք էր ամբողջ, այսինքն ձևաչափը փոփոխելու, իրանք չէին ունեցել խնդիր ի տարբերություն մեզ։ Մենք 92 թվականից մտանք այդ ծանր շրջանի մեջ եւ մինչեւ օրս դուրս չենք եւ մինչեւ օրս այո դուրս չենք գալիս, որովհետեւ դա պարբերաբար մեզ հետ կրկնվում է։ Ես չեմ ուզենա մեղադրեմ մեր արտադրողներին, ֆիլմ արտադրողներին կամ ստեղծագործողներին, որովհետեւ ի վերջո մենք ինչքան էլ ունենանք մեծ ցանկություններ, մենք մեր ժողովրդի մի մասն ենք եւ այդ ամեն ինչը ազդում է եւ հոգեբանական վիճակի եւ ստեղծագործական ասելիքի եւ ասենքն ինչ որ տարբերակներ գտնելու վրա համագործակցության եւ այո մենք ունեցանք այդ կորուստը մենք չունեցանք այն ժամանակը որը պետք էր օգտագործել մասնագիտական կայացման վրա իհարկե եղան մարդիկ փառք Աստծո որոշ մի քանիսը, որոնք կարողացան հաղթահարել ավելի ոնց որ կամ ավելի ճկուն էին, կամ ավելի շնորհքով կամ տաղանդավոր էին, այս բանը արդեն էական չի, բայց ես շատ ուրախ եմ, որ գոնե մի քանիսը կարողացան ժամանակին համընթաց քայլել։ Դուսն ընդհանրապես միջավայրը ինչքանով նշանակություն ունի քո ստեղծագործական կյանքի մեջ, ինչքանով է դրանով ինչ-որ բաներ պայմանավորված եւ այս դեպքում մասնավորապես Երևանը քեզ համար ինչքանով է ոգեշնչման նյութ եղել որպես կինոռեժիսոր։ Ասեմ, որ Երևանը ինձ համար շատ մեծ նշանակություն ունի, քանի որ ես ինքս երևանցի եմ ծնունդով ու ավելի շատ իմ միջավայրը քաղաքային է եղել փոքրուց։ Իհարկե, երբեմն այդպես շփումներ եղել են շրջանների հետ, հատկապես ստեղծագործական ակտիվ փուլում արդեն, երբ որ սկսել եմ աշխատել մասնագիտությամբ, շատ եմ շփվել մարզային, բայց ամեն դեպքում քո ներքին պատկերային մտածելակերպի վրա, ոնց որ քո ներքին աշխարհը մեծ ազդեցություն ունի եւ ինձ համար Երևանը այդ իմաստով շատ կարեւոր է։ Երբ որ որևէ նյութի մասին մտածում եմ, առաջին տեղում իհարկե նյութի ասելիքն է եւ չի ենթադրում դա կոնկրետ Երևանի որ հատվածում կլինի եւ բնականաբար միշտ չի որ կապված է դա Երևանի հետ այսինքն առաջին տեղում դրված է ասելիքի խորությունը ոնց է ստանում, որտեղ է ստանում, իմ համար ընդհանրապես առաջնային տեղում են կերպարները իրանց կենսագրությամբ։ Հետո նոր միջավայրը, որտեղ ես իրանց կարող եմ
դնել, հա, առաջինը իրանց այդ հոգեբանական տեսակն է, հարաբերություններն են, որպես ռեժիսոր առաջնային դա է։ Իսկ եթե նկարում եմ Երևանում, բնականաբար ավելի հոգեհարազատ է, չեմ ասի ամբողջությամբ հին Երևանի, բայց գուցե մի քիչ ավելի մաքուր մնացած է Երևանի հատվածները, որ այսօր դժվար է գտնել։ Կապ չունի դա կլինի, ասենք, Խորհրդային Միությունից մնացած հատված, թե ժամանակակից լուծումներով ինչ-որ կառույցներ, կարևորը որ դրանք լինեն մաքուր միջավայրի մեջ, տվյալ, ասենք, հատվածում լինեն մաքուր, հա, մեր օրինակ շատ տհաճ է ինձ համար անցուղիների վրա սարքված այդ, ինչ ասեմ, կրպակատիպ խանութները, շենքերին կպած ինչ-որ դուրս եկած հատվածներով շատ տհաճ է, նախ այդ տարբեր գույների լուծումներով եւ երկրորդը ինքը ամբողջ ճարտարապետությունը փչացնում է։ Երբևէ չեմ նկարի տենց բան։ Եթե չունենամ խնդիր դա ցույց տալու։ Առաջին հերթին հենց դրա պատճառով լինի։ Քեզ համար Երևանի կերպարը որպես այդպեսին, այսինքն գոյություն ունի որպես մարդ, որի մտածողությունը վիզուալի վրա է հենված, այսինքն մարդ, որ ռեժիսոր է եւ ամբողջությամբ կինոյի ուղղությամբ նայում, կինոյով նայում աշխարհին։ Քեզ համար Երևանը ինքը որպես այդպեսին կերպար ձևակերպված կա եւ ընդհանրապես մեր կինոյում եղել է ինքը որպես այդպեսին, թե ոչ։ Մեր կինոյում չի ասի, որ շատ եղել է, ավելի շատ շրջանների ոնց որ ընդգրկվածությունն է, ընդհանուր, հա, հայ կինոյում որ նայենք, 1-2 ֆիլմ գուցե հիշեմ, ավելի շատ Ներսես Հովհաննիսյանի ֆիլմերը, ինչը որ ինձ շատ հոգեհարազատ է, անկախ, այսինքն նրանից ինչա պատմվում, պատմությունը Երևանում է եւ ինձ համար այդ առանձնահատուկ ջերմություն է տալիս այդ միջավայրը։ Այդպես այս պահին չեմ հիշի ժամանակակից ֆիլմերից գուցե նույնպես կան 1-2-ը, բայց ինձ համար հա իհարկե կա Երևանի կերպար։ Դիմանկար ունի որպես այդպես։ Դիմանկար ունի անպայման Երևանը, որը իմ ընկալմամբ ավելի շատ չի ասի ոչ գույնի մասին այսօր, ոչ ձևի մասին, այլ զգացողության մասին։ Այսինքն այն տեսանկյունը, որով դու կարաս նկարես Երևանի փողոցը կամ շենքը կամ ընդհանրապես Երևան ասվածը, ինձ համար այսօր զգացողություն է ավելի շատ, ավելի նյութական մասը այսօր շատ խառնված է։ Իսկ եթե ուզենամ Երևանը որպես այդպես որպես կերպար ունենալ, կինեմատոգրաֆիկ դիմանկարը բավական դժվար է ինձ համար գոնե թե, հա, այսօր ստեղծելու, բայց զգայական առումով հնարավոր է ստեղծել այն պատկերը կադրային, որտեղ դու տեսնես քո Երևանը, այսինքն այն Երևանը, որը դու տեսնում ես, ասենց ասեմ։ Ընդհանուր դիմագիծը դե եթե պարզ լուծումներով գնանք, հա, կարող ես նկարել այս շենքը, այն շենքը, ու դա դառնա Երևան, բայց իրականում դա Երևան չի, որտեղ Երևանը շնչող է ու Երևանը տպավորություն է։ Տես, շքամուտքը դու նկարահանեցիր, էլի հիմնականում Երևանում են գործողությունները կատարվում, քաղաքային պատմություն է ինքը որպես այդպեսի։ Նախ ինձ հետաքրքիր է որտեղից է քո մոտ հետաքրքրությունը 90-ականների վերաբերյալ, այսինքն ինչի է քեզ առաջին քո դեբյուտային ֆիլմի համար հետաքրքրում հենց այդ ժամանակաշրջանը։ Արդյոք կա դրա ինչ-որ որոշակի ռոմանտիզացում այդ ժամանակաշրջանի, թե ինքը մեզ համար անհասկանալի է այնքան, որ մենք այսօրվա դիտանկյունից պետք է դա նայենք եւ ինչ կփոխի ընդհանրապես։ Այդ կտրվածքով կուզենամ 90-ականների հանդեպ քո հետաքրքրությունը ներկայացնես եւ քաղաքի մասին հա խոսենք դեռ։ 90-ականների մասով բացարձակ ռոմանտիկ ոչինչ չկա։ Դա նույնպես դրա հիմքում նույնպես ընկած է ոնց ասեմ գերազանքների չապրացի
դիտարկում ասեմ, չապրացի վերլուծություն ասեմ, այսպիսի մի բան, այլի զգացականի վրա ավելի շատ 90-ականները նու իմ սերնդի համար ոնց որ մեր երիտասարդ տարիներն էր, որ մենք մտանք ասենք ասենք ինստիտուտ, հետո մի քիչ ավելի զարգացանք, մտանք մեր այսինքն աշխատանքային ոլորտ որոշակի չափով, հա, բայց հենց 90-ականները այն տարիները, որոնք շքամուտքում կան, դա իմ ինստիտուտի տարիներն է եղել, եւ այդ ամբողջ ընկալումը նու այդ ժամանակ երբ որ ապրում ես դու չես զգում դու դա քո վրա ինչ ձևի է ազդում եւ այդ ֆիլմը ես հենց 90-ականների մասին ինչու նկարեցի, որովհետեւ այդ փուլում ինձ թվաց, որ ես արդեն հաղթահարել եմ այդ 90-ականները Այսինքն ես քանի որ դա շատ այն որ մեծ տոկոս ունի մեր կյանքում ոնց որ մեր կյանքի բաղկացուցիչ է ոչ թե պատմություն է ուղղակի որը դու ուզում ես նկարես այլ ինքնակենսագրության ինչ որ ետնապատի նման մի բան է քո հոգեբանության մեջ այդ պահին ինձ թվաց որ մենք արդեն ոնց որ հաղթահարել ենք այդ 90-ականները այսօր մի քիչ այլ ոնց որ ֆոն է ստացել այդ 90-ականները, չի ասի որ ավելի վառ գույների, բայց այդ փուլում լինում է չէ՞ մի պահ, երբ որ դու սկսում ես իրան ոնց որ վերլուծել ու վերջացնել այդ պատմությունը քեզ համար ասենք ձևակերպել, հա, ինչ որ ձևով։ Դրա համար 90-ականների մասին շատ պարզ, որտեվ դա մեր ամբողջ երիտասարդությունն էր որտեվ եկավ մի պահ, որ ես ուղակի ներքուս զգում էի, որ այդ տարիների մասին շատ քիչ բան կա պատմած։ Հատկապես այն ինչ որ տեղի էր ունենում, ասենք, քաղաքային կյանքում, որտեղ կային շատ կարևոր մարդկային արժեքներ։ Եվ որը հենց այդ փուլում, որ նկարում ենք, արդեն կար այն զգացողությունը, որ այդ արժեքները կորում են։ Այսօր դա շատ ավելի տեսանելի է, իսկ այդ պահին կար արդեն այդ զգացողությունը, որ այդ արժեքները, որով մենք 90-ականներին կարողացանք ինքներս մեզ պահել եւ նաեւ ունենալ լուրջ ձեռքբերումներ, աստիճանաբար կորցնում ենք։ Պատճառները տարբեր են։ Գուցե այս փուլը ապրելուց հետո կարողանանք անդրադառնալ այդ պատճառներին, որովհետեւ ինչ որ մենք ունենք այսօր, սկսվել է այդ ժամանակ։ Եվ դրականի իմաստով եւ դրականի իմաստով եւ բացասականի իմաստով այդ այն հոգեբանական այն զգացողությունը որը արդեն կար եւ շքամուտքում էլ կա ինչից որ եկավ հա այդ նկարելու եւ այդ ոնց որ նոստալգիկ ինչ որ բան է հա մարդկանց այդ իրար օգնելու իրար համար անհանգստանալու իրար միասին ապրելու զգացողությունը սկսվեց կոտրվել այ հենց 13, 14 շատ աննկատ առանց որևէ պատճառի մենք աստիճանաբար սկսում էինք կոպիտ ասեմ էգոիստ դառնալ գուցե եւ այդ էգոիստությունը բերեց թուլացման եւ հոգեբանական թուլացման եւ ֆիզիկական եւ մտավոր եւ նյութական աննկատ բոլորիս համար Իսկ որոնք էին այն գործոնները, որոնց դա տեղի ունեցավ, ինչն էին այդ խնդիրները։ Ես ճիշտն ասած շատ խորը չեմ մտածել այս պահին դրա մասին, իմ մոտ ոնց որ այս sense զգացողությունները հավաքվում են, հետո մի օր տենց դառնում են շքամուտք։ Այսինքն ես կարող եմ հիմա ինչ որ 1-2 բան ասել, բայց վստահ չեմ, որ դա այդպես է, հա, գուցե ասենք եվրոպական աշխարհի հետ ինտեգրվելու տենդենսը ավելի ոնց որ սկսեցինք ավելի ոնց որ բաց մտածել ոչ լավ իմաստով ես չեմ ասում որ եվրոպական մտածելակերպը վատ է բայց մեր ընկալումը գուցե ճիշտ չէր գուցե մենք պատրաստ չէինք այսինքն այդ անցումը 70 տարվա երկաթյա վարագույրից դեպի անորոշ ազատություն շատ դժվար է ցանկացած մեկի համար
Այսինքն սահուն չէր այդ անցման։ Սահուն չէր, միանշանակ սահուն չէր, ոչ մեզանից մեծերի համար, ոչ էլ մեզանից փոքրերի, ինչի, որովհետև մենք այն սերունդն էինք, որ պետք է հանդիսանայինք հենց այդ անցումային բուֆերը, որի գլխին կոտրվեց պատերազմ SNN-ն, հա, եւ մենք ինքներս չէինք հասկանում մեր վաղվա օրը եւ ընդհանրապես մենք կանք թե չկանք, հա, չնայած ամբողջ ներքին ուժի անորոշությունը մեծ էր այդ պահին մեր սերնդի համար, որը կարա դառնա կողմնորոշիչ կետ այդ անցումի համար։ Ու ինչ տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ մի հատ կորսված սերունդ, որը մենք էինք, մեզանից մեծերը, որոնք շատ աստիճանաբար ինտեգրվեցին, այդ պահին չէին կարող հանդիսանալ որպես, ասենք, ուղղորդող եւ մեզանից փոքրերը, որոնք արդեն ավելի լայն ու բաց սկսեցին մտածել, այսինքն եղավ իմ կարծիքով հասարակության մեջ ընկալումների բախում տեղի ունեցավ։ Եվ հենց այդ բախումը բերեց որոշակի օտարման հասարակության մեջ եւ նաեւ կորուստների։ Մենք շատ հաճախ որ փորձում ենք հասկանանք թե ինչ կարող ենք անել որպեսզի ավելի լավ արտադրություն ունենանք, ավելի կայուն արտադրություն եւ կինո ունենանք, միշտ ինչ որ ինձ թվում է բաներից ենք փորձում կարճել եւ փորձել հասկանալ, որ հենց եթե դա եղավ, ապա մենք ունենանք ավելի լավ վիճակ, ավելի կայուն վիճակ ու դրանից մեկը նաեւ կինոյի օրենքն էր։ Մենք այդպես երկար ժամանակ խոսում ենք, այ մենք չունենք կինոյի օրենք, դրա համար մենք ավելի անկայուն վիճակի մեջ ենք, ոնց որ ասենք օրինակ նույն հայ ֆիլմի հետ կապված ենք մենք այդ բանը։ Իհարկե դրանք ամենամեկ առանձին նշանակություն ունեն, բայց արդյոք մենք շատ չենք այդպես գերագնահատում օրինակ կինոյի մասին օրենքը, որ դա մեզ բերելու է ինչ-որ մի կետի։ Արդեն ունենք ընդունված օրենքը եւ դա որոշակիորեն գործում է։ Ըստ քեզ քո կանխատեսումների այդ կինոյի օրենքը ինչ-որ մի բան լուրջ տալու է մեր արտադրությանը։ Կինոյի օրենքը իհարկե իր ասենք ձևի մեջ կարևոր է, ինչ խոսք, այն իմաստով, որ որոշակի հարաբերություններ բերում է իրավական դաշտ, այսինքն ֆիքսված բաներ կան օրենքում, որը չես կարող շրջանցել, որը օգուտ է արտադրողին եւ ես ուրախ եմ, որ կան նման կետեր օրենքում, բայց նույն օրենքում կան նաեւ շատ հակասություններ այլ օրենքների հետ, կան արտադրության մեջ պրակտիկորեն կիրառելու դժվարություններ, մյուս մեխանիզմների հետ չհամապատասխանելու խնդիրներ են առաջանում, հիմա ասինքն այդ նույն կիրարկման փուլում, նույն ասենք հեռարձակման հետ կապված, այդ ամբողջ շղթայի հետ կապված, թարգմանությունների հետ կապված, ասենք, որը որ ֆիքսված է 30 թիվ, բայց որը խախտում է լեզվի մասին օրենքը, սենց բազմաթիվ հակասություններ կա եւ հետո նույնիսկ կան հակասություններ տեսալսողական մեդիայի մասին օրենքի հետ, այսինքն այսպիսի դժվարություններ կա, որոնք որ փորձում են Եթե հաղթահարվեն այդ բոլոր խնդիրները։ Եթե հաղթահարվեն, նորից եմ ասում, ինքը մեզ համար նպաստելու է որոշ հարցեր եւ կարեւոր հարցեր իրավական կարգավորման բերելու։ Ասենք օրինակ, չգիտեմ, նույն հեղինակային իրավունքի մասով, հա, գույքային իրավունքի մասով, անկախ դրանից, որ հեղինակային օրենքում ֆիքսված բաներ կան, կինո օրենքում շատ ավելի հստակ, այսինքն մասնավոր արտադրողը ոնց որ իր իրավունքների մասով ավելի պաշտպանված է դառնում։ Այսպիսի կետեր կան, որոնք իհարկե կարևոր են, բայց դա չի նշանակում, որ այդ օրենքը շատ շեշտակի կարա նպաստի մեր ինդուստրիալ զարգացմանը, որտեղ ինդուստրիան ինքը ահռելի մեծ բան է։
դրա համար պետք են ենթակառուցվածքներ։ Այդ օրենքը կարա նպաստի այնքան մասով, որ մենք կարողանանք դրսից ինչ որ նկարանող խմբեր գան աշխատեն մեզ մոտ, դրանով մեր տնտեսությունը լցվի եւ այդ լցվածը գա կինոֆոնդ եւ ինքը այդ ձևով սկսի աշխատել։ Դրա համար պետք են տարիներ, դա շատ արագ չի լինի։ Լուսինե, ինձ հետաքրքիր է այսպես գործող ռեժիսոր, որը ստեղծագործական շատ մեծ պոտենցիալ ունի, մտքեր ունի եւ ստեղծագործում է ու սկսում է աշխատել պետական կառույցում։ Հիմա որպեսզի մեր հանդիսատեսին հետ բարձրինի թե դու ոնց ես այդպես հստակ ձևակերպում եւ այդ տերմինոլոգիայով խոսում կինոյի օրենքի եւ արտադրական process-ների մասին, ասեմ որ դու աշխատում ես կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունում եւ ժամանակակից արվեստի վարչությունում կինոյի պես պատասխանատուն ես կինոարտադրության, որքանով հեշտեղավ այդ անցումը եւ ինչքանով է դա մեկը մյուսին խանգարում, թե փոխդերացնում է, փորձա, ինչ է դա։ Ասեմ, որ բավական բարդ է ինձ համար, որովհետեւ որպես ռեժիսոր ունենք հնարավորություն մեր ժամանակը տնօրինելու որոշ չափով, իհարկե երբ որ նկարանների չենք, ոնց որ երբ որ տարիներ շարունակ դու սովորում ես այդ ապրելակերպին եւ հնարավորություն ունես ստեղծագործելու եւ շփվելու տարբեր քո ոլորտի մեջ, տարբեր ասենք գործերի մեջ, հա, որտեղ ես միայն բեմադրող ռեժիսոր չեմ, ինչպես գիտեք, երկար տարի ինդուստրիայում աշխատել եմ տարբեր, այսինքն տարբեր պոզիցիաներով, սկսած ասենք ասիստենտից, նույնիսկ ասենք ռեժիսորի օգնականից, մինչև ասենք երկար տարիներ։ Եվ դու կարողանում ես քեզ թույլ տալ, ոնց որ անընդհատ լինել այդ ասպարեզում քո սիրած գործի մեջ, հա։ Ինձ առաջարկեցին աշխատել համակարգում, ես անկեղծ ասած տենց շատ երկար չեմ մտածել, որովհետև ոչ թե որովհետև ինձ այդ աշխատանքը շատ հետաքրքիր կարար լիներ, այլ որովհետև ես մտածում էի, ես անկեղծ ասած ուզում էի հասկանամ ինչա արվում պետական համակարգում։ Այո, հասկացա։ Այսինքն ինչա արվում պետական համակարգում, ինձ համար ոնց որ բացահայտման միտումով ես գնացի այդ առաջարկին ընդառաջ աշխատելու նախարարությունում, ասեմ որ մասնագիտական առումով դա ինձ ոչ մի, այսինքն մասնագիտական ուղղությունս առաջ տանելու առումով դա ինձ ոչ մի կերպ չի օգնում, ճիշտ հակառակը վնասում է, որովհետև դրա ոչ ժամանակը կա, ոչ էլ այսինքն շատ կետեր հաշվի առնելով։ Նաև կաշկանդում է ինչ-որ իմաստով, այո, իհարկե կաշկանդում է, դու նախ ժամանակը չի հերիքում, անկեղծ ասած, որտեղ դու անընդհատ փորձում ես, ասենք, անես լիքը գործեր, որոնք անկեղծ, ասենք, քո ոլորտի համար, քո գործընկերների համար, քո արտադրողների համար յուրաքանչյուր, ասենք, այն օրվա մեջ կարող է 30 հոգի մարդ զանգի։ Բացի նրանից, որ մենք ունենք մեր հստակ գծագրված պարտականությունները, հա, եւ անկեղծ ասած իմ համար շատ կարեւոր էր հասկանալ, որ այն բոլոր խնդիրները, որի մասին մենք որպես արտադրող խոսում ենք, որ ասենք այս մեխանիզմը չկա կամ այս ինչ բանը չես կարողանում հաղթահարես եւ այլն, այդ բոլոր հարցերը լուծվում են պետական համակարգում։ Այդ բոլոր հարցերը պետք է հետևողական լինել լուծելու համար պետական համակարգում։ Լուծելի են դրանք։ Այո, լուծելի են մեծ մասը։ Այսինքն դրանք որոշակիորեն շարունակել են մեզ հետապնդել այն պատճառով, որ չի եղել որևէ մեկը, որը կարող է այդպես ավելի հստակ հասկանալ, թե որտեղ են խնդիրները, մատնանշել այդ խնդիրները եւ տալ դրանց լուծումը։ Գիտես, ասեմ սենց, ուրեմն ես չի ասի, որ չի եղել որևէ մեկը, միշտ եղել է ինչ-որ մեկը, որը աշխատել է։ Պարզապես պարտականությունների բաշխման խնդիրն է։ Այսինքն այնտեղ ընդհանուր գործառույթներով դրված չափազանց մեծ ծավալ է դրված եւ շատ հաճախ դու չես հասցնում գալ համակարգային խնդիրների լուծման կամ դրանք շատ առօրեական հարցերը ավելի շատ են, քան այն, օքեյ։ Որպեսզի համակարգային լուծում տաս, դու պետքա առաջարկ ձևավորես։ Առաջարկ ձևավորելու համար պետքա հետազոտություն անես։ Այսինքն այդ ամբողջ ժամանակ է տանում, որը
մի հոգի մասնագետ է, այսօր նախարարությունում մի հոգի է, ամեն ոլորտով արվեստի մի հոգի մասնագետ է։ Բավական բարդ է մի հոգու համար համակարգային փոփոխության առաջարկներ պատրաստելը։ Եվ ամեն դեպքում իհարկե ոլորտի մասնագետները, գործընկերները, այսինքն պետական մյուս պոակը եւ շատ-շատերը, նույն այսինքն կինոմիությունը եւ ոլորտի ոնց որ ասած մասնագետները օգնում են յուրաքանչյուրը իր չափով, որպեսզի կարողանանք ասենք ինչ որ բաներ կարգավորենք, նույն այդ կինոյի օրենքներ, նույն այսինքն հիմա կարգեր է մշակվում, այլ կարգեր են մշակվում, այլ երկրների հետ համատեղ արտադրության պայմանագրերի համար ընթացքներ է հիմա սկսվում եւ հենց այդ է որ երբ որ դու դրսում ես ու հասկանում ես որ քեզ SSS չի հերիքում, հետո աշխատում ես համակարգում եւ հասկանում ես որ գուցե այդ առաջարկները պետք էր ավելի վաղ ձևավորել։ Այդ դեպքում ես մի հարց ունեմ։ Մենք ընդհանրապես շատ խոսում ենք մթնոլորտից, կինո մթնոլորտ, մարդկանցից, ովքեր որ այսօր արտադրության մեջ են կամ կինո աշխարհում են։ Ես մեկ-մեկ տեսնում եմ, թե ինչպես ասենք օրինակ թատրոնի ոլորտի մարդիկ ինչքան արագ են կարողանում արձագանքել տեղի ունեցող բաների, նույնիսկ գրականության ոլորտի մարդիկ, բայց ես տեսնում եմ շատ այդպես խորը пассивություն կինոյի ոլորտի մարդկանցից։ Ինչու է այդպես։ Գիտես, դժվարանում եմ ասել ինչու է այդպես, բայց իրոք շեշտակի пассив է կինոն եւ խնդիրների մասին խոսում են առանձին ոնց որ ասենք ինչ որտեղ կնստենք ընկերներով կխոսենք ու վերջ երբ որ կանգնած է խնդիր ես իմիջիալոց ասեմ որ իմ տեսանկյունով բավական խորը մտածող է կինո ոլորտի ժողովուրդը բավական խորը համեմատության մեջ իրավիճակների վերլուծության առումով նույն ասենք, չգիտեմ, համակարգի սխալները ընկալելու եւ նույնիսկ հանդուրժելու առումով, ասենք մեր կինո ոլորտի մասնագետները կամ կինոգործիչները այդ իմաստով շատ ավելի ճկուն են եւ ավելի իմաստուն։ Գուցե դա պատճառը։ Այսինքն որքան շատ բան գիտես, այնքան ավելի դժվար է խոսել կամ գիտես ավելի շուտ ոչ թե շատ բան գիտես, այլ կինոն իր տեսակով այնպեսի մի արվեստ է, ես չեմ որ պետքա դա ասեմ, դու ինձանից լավ գիտես, որը ներառում է բոլոր արվեստի ճյուղերը, այսինքն կինոգործիչը իմ կարծիքով մի քիչ ավելի իր ներսի եւ այսինքն գաղափարապես եւ հոգեպես մի քիչ ավելի լայն է իր ընկալումը։ Քանի որ ամեն ինչն է կինոյի մեջ, հա, նույն մարդուն հասկանալը սկսած։ Եվ իմ կարծիքով դրանից է գալիս, որ ինքը մի քիչ ավելի խորքային է ընկալում իրավիճակները եւ միշտ փորձում է նայի լավ հələ սպասենք ինչ է լինելու։ Իր այսինքն ռեակցիան միշտ ոնց որ պաուզայի մեջ է։ Փոխարենը շատ հաճախ կարիքը կա նրա, որ կինոգործիչների կողմից լինի առաջարկները, լինի, այսինքն դրա կարիքը իսկապես կա, որովհետև դժվար է պատեր քանդել մենակ։ Եվ հետո կարծում եմ, որ յուրաքանչյուրը մտածում է, որ հա էս էլ կանցնի, բայց տենց չի լինում։ Այսինքն ոչ մեկ քո փոխարեն խնդիր չի լուծելու։ Այսինքն կա այդ վատամարդ չլինելու թերևս կարծում եմ կա ու միշտ է դա եղել, նորություն չի։ Այդ մարդու տեսակն է, յուրաքանչյուր մարդու բնույթի մեջ է։ Մեկը փորձում է լրի, որ վատամարդ չլինի, մեկը փորձում է լրի, որտեվ այսինքն օգուտ ունի ինչ որ, մեկը լրում է, որտեվ ասելիք չունի, մեկն էլ լրում է, որտեվ շատ իմաստուն է։ Այսինքն դրանք տարբեր կատեգորիաներ են։ Դրա համար մենք սենց ինչ որ տենց տարբեր ուղղությունների վրա ենք, չենք միանում։ Կինոյի ոլորտի մեր գործիչները շատ դժվար են միանում
յուրաքանչյուրը ունի իր տեսակետը։ Չնայած որ թվում է պիտի ավելի հակառակը լիներ, որովհետև յուրաքանչյուրը ունի իր տեսակետը, իր ամբիցիաները շատ ավելի, քան մյուս ոլորտներում։ Ինքը վառ պատկերն է մեր ազգային գենետիկ հատկության, բոլորս, ասենք, թագավորներ ենք։ Մոտավորապես 20 տարվա հեռանկարից դու որոշում ես նկարել 90-ականների Երևան եւ կարող ես հենց նկարահանման ընթացքում պարզել, որ բան չի մնացել գրեթե այդ քաղաքից։ Հա, 13 թվին արդեն չէր մնացել։ Շատ դժվար էր գտնել փողոցներ, շենքեր, որը կարելի էր նկարել 90-ականներ, բայց մի քանի տեղ դեռ պահպանվել էր Երևանի ծայրամասերում ու կարողացանք այդպես գտնել, ինչ-որ այսօր չեմ կարծում, որ հնարավոր է։ Դրա համար եմ ասում, շատ ծախսատար կլինի։ Իսկ այդ արագության մեջ փոխվելը որքանով է ըստ քեզ ներելի լինելու որևէ երկրի մայրաքաղաքին։ Այդ արագության, այդ ռիթմի մեջ այդպես գալարներով պտտվել ու փոխվել, որ այսինքն նույնիսկ 20 տարվա հեռանկարի մեջ դու այլևս իրան չկարողանաս ճանաչես։ Դա ըստ քեզ ինչի է հանգեցնելու։ Ըստ ինձ հանգեցնելու է դիմանկար չունենալու։ Շատ շուտով եւ ես շատ եմ ցավում դրա համար, որովհետեւ իրականում եթե անդրադառնանք զուտ, այսինքն դիմանկարի տեսանկյունից քաղաքի, տարիներով սպասում ենք այն նախագծին, որը պետք է արվի հին Երևանի Արամի եւ հին անունն եմ հիշում Սվերդլով ու Սպանդարյան փողոցները։ Մի խոսքով պատկերասրահի դիմացով, հա, դեպի գլխավոր փոստը, այդ ամբողջ նախագիծը, որը կար, որի մակետը ես տեսել եմ, բոլորս ենք տեսել, այն հույսով, որ գոնե այդ ամբողջ այդ փողոցների շենքերը կարողանանք հավաքենք այդտեղ, բայց ոչինչ տեղի չի ունենում դեռևս, այնտեղ 1-2 բան է վերանորոգվել, ինչքան հասկանում եմ, եւ ցանկացած շենք Երևանյան հին Երևանի հատկապես, որը քանդվում է, իմ համար այդ մեծ ողբերգություն է։ Շատ անտանելի պահեր աֆրիկյանների շենքը ինձ համար։ Ես մի տեսակ ուզում եմ հավատամ, որ կարողանանք վերականգնել, բայց մյուս կողմից էլ մի քիչ տենց չեմ հասկանում ոնց։ Հուսամ, որ վերականգնենք, բայց ամեն դեպքում են, որ ասում են կոտրված ափսեն, որ կպցնում ես, միևնույնն է ճաքերը երևում են, հա։ Մենք այսօր ճիշտ է, աննորմալ արագությամբ փոխվում է եւ ճարտարապետությունը քաղաքի եւ չես հասկանում որտեղից է գալիս այդ ճարտարապետությունը, ինչքանով է համահունչ մեր քաղաքին եւ վախենալու է, այո, ես նույնքան վախենում եմ այդ դիմագիծը շատ մոտ ապագայում ընդհանրապես չունենալու։ Լուսնե, քեզ մեր լուսանկարչությունը կամ կինոն կարող են որոշակիորեն ինչ-որ մի ժամանակ հետո փոխանցել քո պատկերացրած կամ քո իմացած Երևանի մասին տեղեկությունը։ Մենք ունենք բավականաչափ գեներացված այն ֆիլմերը, նկարահանված այն ֆիլմերը, որոնք որ քո պատկերացրած Երևանի դիմանկարը կրում են իրենց մեջ։ Ֆիլմերը ոչ, լուսանկարչությունը հուսամ, որ ունենք, ոչ միշտ է, որ կարողանում ենք այդպես տեսնել իրականում լուսանկարչական մասով ինչ է արվում, որտեղ շատ լուսանկարիչներ ունենք, որոնք չեն ցուցադրվում, հա, շատ նկարում են, բայց չեն ցուցադրվում։
գուցե իրանց մոտ կա, ես անձամբ չեմ կարող այսօրվա ոնց որ արխիվից դատելով վստահ ասել, որ մենք դա չունենք, ֆիլմերի մասով վստահ կարող եմ ասել, որ չունենք, այսօր չունենք գոնե։ Այն պատկերը, որը կարող ենք հետո օգտագործել, հա, նույնիսկ այդ իմաստով։ Ես տեսա մի նախաձեռնություն, որ քաղաքապետարանը որոշել է որոշակի ինչ-որ միջոցներ հատկացնի եւ Երևանի մասին պատմող ֆիլմեր նկարահանում են։ Ոնց է վերաբերում այդ մտքին եւ ըստ քեզ կարա դա որոշակիորեն այդ բացը լրացնի եւ ընդհանրապես այդ տեսակ հայլերը կարող են որոշակիորեն նպաստել քաղաքային կերպարի ստեղծմանը։ Որոշակի չափով կարող է նպաստել իհարկե։ Ես շատ ուրախ եմ, որ քաղաքապետարանը որոշել է նման մրցույթ իրականացնի, նախ առաջի հերթին նրա համար, որ կարող են ի հայտ գալ շատ լավ պատմություններ, որտեվ ես ինչքան հասկանում եմ առանցքում այո Երևանն է, բայց նաև պատմություններ, որոնք տեղի ունենում Երևանում, հա։ Բայց Երևանի կոնկրետ այն արխիվը, որը ես կուզեի պահպանել եւ ունենալ, դա ավելի շատ երևի թե պետքա նկարվի որպես արխիվ։ Հա։ Եվ այն որակի նկարվի, որ հետո ցանկացած ֆիլմում հնարավոր լինի օգտագործել։ Այդ ես կուզեի, որ այսօր կարողանային կանել։ Իհարկե, եթե կուզեի, ուրեմն պետք է ամեն ինչ անել, որ դա լինի։ Հուսով եմ, որ իհարկե, այսինքն ինչ-որ չափով այնտեղ 5 ֆիլմ պետք է լինի, ինչքան հասկանում եմ, եւ այդ 5 ֆիլմում պետք է որ ոնց որ միջավայրը Երևանը լինի, Երևանում տեղի ունենա։ Այստեղ մնում է մյուս հարցը, նկարողների համար Երևանը որն է։ Այս հարցն է։ Այսինքն այդ մրցույթի ժամանակ կարող է լինեն շատ ուժեղ պատմություններ, որոնք որ իր միջավայրի առումով, հա, ինչ որ մի հատ հատված Երևանի, ասենք թե ընդգրկում են, բայց դա որ հատվածն է, դա այսինքն պահպանելու կամ այսինքն ունենալու առումով ինչքանով է հետո մեզ օգնելու, հա, հետո առաջնային շատ մեծ հակասություն է իրականում, որովհետև երբ որ մասնագիտական առումով ես նայում, առաջին պետք է ընտրես լավ պատմությունը։ Բայց երբ որ ունես խնդիր Երևանը ցույց տալու, ես իհարկե այս հակասություն չգիտեմ ոնց է։ Իսկ ընդհանրապես սիրում ես այդ շարքեր կան, չէ՞, այդպես հայտնի Փարիզ ես սիրում եմ, քեզ Նյու Յորք ես սիրում եմ, քեզ այդ կարճամետրաժ ֆիլմերը տարբեր քաղաքներին նվիրված։ Հա, սիրում եմ ու նայում եմ երբեմն։ Ինձ շատ հետաքրքիր է, որովհետև այ մենք չունենք այդպես բան։ Երևան ես սիրում եմ, քեզ չունենք։ Կամ ես չեմ տեսել, չգիտեմ։ Ինձ թվում է չունենք ամեն։ Չունենք, հա, որովհետև դրանք հա նայում եմ։ Ինձ շատ հետաքրքիր է, ես տենց լիքը բան եմ այդ տվյալ քաղաքի մասին իմանում։ Ինձ այդ հարցերը հետաքրքրում են քաղաքի ընդհանրապես կերպարը որպես կինեմատոգրաֆի, որովհետև ես կարծում եմ, որ մեր կինոն եւ ընդհանրապես նաեւ դա որոշակիորեն գուցե գրականության ազդեցությունն է, ինքը շատ ոչ չեմ կարող ասել 100%-ով որ ինքը ուղղված է դեպի գյուղը, որովհետև գյուղի խնդիրներն էլ այդքան շատ արծարծված չեն։ Եվ ոչ թե քաղաքային է, ինձ համար ինքը այդպես երկուսի արանքում գտնվող ինչ-որ մի բան է, որոնց մեջ շատ հաճախ ես նույնիսկ ինքս ինձ չեմ կարողանում այլևս տեսնել։ Ու ես ուզում եմ հասկանալ արդյոք այդ կտրվածությունը նաև այդ արագ փոփոխությունների պատճառով է, թե մեր իրականության այնքան ձևախեղված լինելու, որ մենք արդեն ինքներս չենք կարողանում այս իրականությունը հասկանանք եւ դրա արդյունքում կապվենք այդ իրականության հետ։ Գիտես Ռաֆի ջան, ես ասեմ իմ տեսանկյունը, հա, դրա հետ կապված։ Ինձ թվում է կինեմատոգրաֆում այդ ունենալու համար շատ կամ լավ հստակությունը ունենալու եւ գյուղի եւ քաղաքի առաջի հերթին իմ կարծիքով մենք չունենք գրականություն։ Կամ ես այդքան չեմ ուսումնասիրել, կամ մենք չունենք այն ուժեղ պատմությունները, որ կարողանանք պատմել եւ գյուղի եւ քաղաքի մասին։ Հատկապես քաղաքի մասին կան ինչ-որ պատմություններ, բայց դրանից ֆիլմ ստանալը շատ բարդ է։ Եվ գուցե տեղից է պետք սկսել, չգիտեմ։ Ինձ թվում է այդ գալիս է նաև մեր ազգային մենտալիտետից մի քիչ, որովհետև մի տեսակ ոնց որ բոլորիս մոտ կա այն զգացողությունը, որ դե լավ, այդ ում է հետաքրքիր։
Այսինքն այդ կարող է գալիս է մեր գենետիկայից, էլի, որ հին ենք, արդեն մեզ թվում է, որ բոլորը ամեն ինչ գիտեն։ Ասենք ինչի մասին պատմենք, բայց չէ որ կինոն, գրականությունը եւ մնացյալը, ասենք արվեստի ընդհանրապես ցանկացած ուղղություն, մենակ քո համար չի, դու աշխարհի համար ես անում։ Դու գիտես, իրանք չգիտեն։ Հա։ Այսինքն պետքա կաշկանդվածության եւ Չէ, կաշկանդվածություն բացարձակ չէ, հակառակը։ Ոչ էլ կոմպլեքս կա, ուղղակի կա իմ կարծիքով կա այն մի տեսակ մարդը, որ հին ու ծեր է ալնում, ոնց է, չէ, որ ալարում է խոսա երբեմն։ Ասենք ինքը որ ամեն ինչ գիտի, իրան թվում է բոլորը գիտեն, ալարում է խոսա։ Այդ տենց զգացողություն է իմ մոտ։ Կարող է սխալ է այդ զգացողությունը, չգիտեմ։ Ես չէի մտածել այդ առումով, բայց ինձ դուր եկավ այդ նկարագրությունը, որովհետեւ հա, բայց իսկ օրինակ Աննան Դավթյան գրող ասում է, որ տարածքը գոյություն ունենում միայն սկսում է գոյություն ունենալ միայն այն ժամանակ, երբ իր մասին գրում են։ Ես մտածում եմ, որ դա նաև որոշակիորեն գրելը պայմանական է եւ գուցե նաև նկարելը դա կարծես երբ որ ինքը արվեստի տիրույթում ձևակերպվում է եւ ունենում է ինչ-որ մի լիարժեք համաձայն եմ, Խաննան էր, չէ, վերջում։ Հա։ Օրինակ Խաննան երկու բառ ասեմ, հա, իմ զգացողությունը այդ գործից, երբ որ կարդում ես, ինչ ասեմ, սկզբի համար դու պատմությունը կա, հասկանալի եւ այլ, չէ։ Կինեմատոգրաֆի տեսանկյունից երբ որ նայում ես, իհարկե իրան նույնպես հեշտ չի սցենար դարձնելը, հա, բայց մնում է այդ ամբողջ զգացողությունը, այդ աշխարհը մնում է գլխիդ մեջ։ Այսինքն չգիտեմ ոնց է արել, բայց ստացել է այդ ամբողջ գյուղի միջավայրը եւ ամենակարևորը այդ ներքին վիճակը կերպարների գյուղի միջավայրի մեջ, այսինքն իմ կարծիքով ինքը շատ ստացված գործ է, երբ որ ուզում ես դու ցույց տաս գյուղ պատմություն միջավայր, եթե մենք շատ ունենանք տենց գործեր եւ ամենակարևորը այդ գործը սցենարի վերածողներ, կարծում եմ, որ կունենանք ավելի ուժեղ ֆիլմեր։ Եվ այդ ուժեղ ֆիլմերն էլ կարող են որոշակիորեն նպաստել, որ ինքներս մեզ հասկանանք։ Անպայման, իհարկե։ Այդտեղ ինչն է ինձ դուր գալի, որ չկա վախ խոսալու իրական զգացողության մասին։ Այսինքն կերպարը չի վախենում իր մասին ինչ կմտածեն։ Ինքը շատ անկեղծ է։ Եվ հենց այդ անկեղծությունն է բերում, որ դու սկսում ես իր հետ ապրել։ Այդ էլ երևի արդեն մնացած այն գործերում, որոնք չունեն այդ հատկությունները, երևի արդեն այդ քո ասած կոմպլեքսներն ու բաներն են էլի լինում մարդկանց մեջ, չգիտեմ։ Թաքցնելով բաներ։ Այո, որը արվեստում արդեն ծիծաղելի է էլի թաքցնել, չգիտեմ։ Լուսինե, մենք խոսեցինք 90-ականների մասին ու դու նկարագրեցիր այն ճգնաժամային կամ անցումային շրջանը, որի մեջ մի շարք հարցեր անպատասխան էին եւ մինչ օրս էլ շարունակում են գուցե անպատասխան մնալ։ Եվ քո առաջին ֆիլմը, դեբյուտային ֆիլմը Շքամուտքը հենց 90-ականների մասին է։ Այո։ Դա ռեակցիա էր 90-ականներին, այսինքն գնահատական տալու, ձևակերպելու, դա հաղթահարելու համար, թե քեզ շարունակում է այդ ժամանակաշրջանը հետաքրքիր մնալ։ Ինչու որոշեցիր այդ թեմայով նկարել քո դեբյուտային ֆիլմը։ Տարօրինակ բան տեղի ունեցավ։ Այդ տարիներին այդ ամբողջ չհասցրած, չարած, չասած բաները, երևույթները որի մեջ մենք ապրում էինք եւ դրանք բավական տենց այսինքն ազդեցիկ էմոցիոնալ դաշտ էին ստեղծում բոլորիս համար, տենց կուտակվել էին ու մենք ապրում էինք տենց անկեղծ ասած ոնց որ ինչ որ տարածության մեջ ապրեին
առանց հասկանալու հիմա ինչա լինելու, որտեվ եկավ այդ ամեն ինչը մի օր վերջացավ, ու դու չէիր հասկանում դա լավ է թե վատ է։ Երբ որ այդ սուր զգացողությունները գալիս է մի հատ դադարի, եւ այդ զգացողությունների ապրածը ներսումը տա մնացել, ու դու ոչինչ չես արել, չես պատմել, չէ, այսինքն դու քո ամբողջ ապրած կյանքը եկել է մի հատ, այսինքն կետի մի հատ կետ, որ չես ոչ կարաս հետ գնաս, ոչ առաջ։ Դու պետք է ազատվես դրանից։ Դու պետքա քո գնահատականը տաս դրան։ Իմ կարծիքով։ Դա պարտադիր չի։ Ինչի ես որոշեցի հենց այդ թեմայով, որովհետև այո, մեր մեջ կուտակված կար, այն ինչ որ, չգիտեմ, ինչքանով է դա ստացվել, բայց իմ համար շատ կարևոր էր այդ 90-ականների հենց այդ մարդկային հարաբերությունները։ Այդ կուլիսային վիճակը, այսինքն պատերազմի դաշտում եւ կուլիսներում, թիկունքում ինչ էր տեղի ունենում, մարդիկ ոնց էին այդ վերապրում, ինչ շատ կարևոր էր, որովհետեւ մենք եկանք մի հատ շրջանի հասանք, հա, այդ երևի թե 2000-ականների սկիզբ կամ մի քիչ ավելի ուշ 2005-6 թվերին, երբ որ իմ զգացողությամբ, գուցե մյուսների մոտ այլ է եղել, չգիտեմ, իմ զգացողությամբ ես անդադ ուզում եի հասկանամ, լավ, հիմա ինչ պետք է լինի։ Որովհետև այդ ամեն ինչը մի տեսակ մնացել էր ենթագիտակցության մեջ չէր վերջացել, իսկ եթե մի բան չի վերջացել, դու առաջ չես գնում։ Իսկ օգնես քեզ, որպեսզի հաշիվներդ մաքրես որոշակի օրենքից։ Այո։ Հա։ Այո։ Ահագին օգնեց։ Օրինակ ես հիմա մտածում եմ շատ պատմություններ կա 90-ական թվականների հետաքրքիր, որոնք երբեմն պատմվում է, ասում եմ, վայ, ինչ լավ ֆիլմ կլիներ դա իր սյուժեով, հա։ Բայց ես չգիտեմ, ես դրան կանրադառնամ թե չէ։ Որովհետև ինքը 5 տարբեր պատմություններ է, այսինքն մեկը, չգիտեմ, մի քիչ ավելի ստացված, մեկը գուցե ոչ այնքան 5 տարբեր ալմանախի ձևաչափով արված ֆիլմ է, եւ այն խնդիրը, որը ես ունեի մարդկանց հարաբերությունների, մարդկանց ապրածի մասին, ինչ իմ ներսի եղածը որոշակի չափով արտահայտելու, կարծում եմ, որ արել եմ։ Ես չգիտեմ, գուցե մի օր ինչ որ մի ուրիշ պատմություն էլ լինի 90-ականների, այսօր դժվար է, գիտես։ Բայց ավելի հեշտ կմոտենաս դրան։ Ավելի հեշտ, դժվար, այդ հենց այդ էի ասում։ Այսօրվա մեր զարգացումների արդյունքում մեր ունեցած այն ինչ որ մենք ունենք, ես նույնիսկ կարող վախենամ այսօր 90-ականների մասին խոսել։ Որովհետև գիտես ինչ, ես չեմ կարող դրա մասին չխոսել։ Մեր երկրորդ Արցախյան պատերազմը շատ ինձ համար շատ ծանր է դա վերապրել, շատ ծանր, որովհետև դա ուղիղ կապված է իմ ապրած ու իմ կորցրած երիտասարդության հետ։ Երբ որ 90-ականներին մենք պատերազմի մեջ էինք, մեր սերունդը, պատերազմում հաղթողներ չեն լինում, այսինքն մենք այո, մենք հաղթեցինք, բայց այնտեղ չէ, լիքը կոտրված ճակատագրեր եւ այլն։ Այնուամենայնիվ եկավ մի օր կամ մի պահ, երբ որ դու չափսոսեցիր քո կորցրած երիտասարդության համար, որտեղ ի վերջո դու կորցրել ես այդ տարիները, բայց դու չէիր ափսոսում դրա համար, դու հասկանում էիր ինչի համար ես դու դա կորցրել։ Այսօր բավական ծանր է դա վերապրելը, որովհետև այսօր իմ մոտ զգացողությունն է, որ ես իմ ամբողջ կյանքը իզուր եմ ապրել։ Տենց զգացողություն է։ Անորոշություն է ինձ համար։ Որտև երբ որ կորցնում ես երիտասարդությունդ եւ հաղթահարում ես հոգեբանորեն այդ վիճակը ու գալիս ես նրան, որ ոչինչ, որ ես կորցրեցի, ու այսօր սկսում ես սարսափել նրանից, որ արդյոք ես ճիշտ ապրեցի, շատ դժվար է։ Որտեղ 90-ականներին ինձանից լավ գիտես, շատերը լքեցին երկիրը։ Այսօր էլ նույնը շարունակվում է։ Ես կարծում եմ, որ այդ հոգեբանությունը ոչ կարող ես մեղադրել, ոչ կարող ես բան անել, խրախուսել,
Բայց ես կարծում եմ, որ մարդ իր արմատները, եթե կարա տենց հեշտ թողի ու գնա, գուցե դա է մեր դժբախտությունը։ Եթե նույնիսկ այդ գնալու արդյունքում կարողացել ես նկարել մի քանի հաջողված ֆիլմ։ Այո։ Եթե նույնիսկ։ Որովհետև ես չեմ ասում, որ չգնան, էլի կարելի է գնալ, էլի գործ անել, էլի, բայց եթե բոլորս գնանք ով է մնալու այս երկրում եւ ով է տեր կանգնելու այն ժառանգությանը, որը մենք ստացել ենք։ Հա, այսինքն առանց այդ էլ այսքան ենք մնացել։ Յուրաքանչյուրս պետք է ունենանք պատասխանատվություն։ Այդ նույնն է, որ այսինքն մարդը ինչ հեշտությամբ կկորցնի իր կոպիտը ժողովրդի, այսինքն օրինակ բերեմ, հա, ինչ հեշտությամբ դու կկորցնես քո պապական տունը։ Փոքր ֆորմատի մեջ։ Ինչ հեշտությամբ դու կկորցնես քո ընտանիքը։ Այն նույնքան պետքա իմ կարծիքով պատասխանատվություն ունենաս քո երկրի հանդեպ։ Բոլորս ունեցել ենք բազմաթիվ հնարավորություններ գնալու երկրից։ Բոլորս։ Ես չեմ պատկերացնում։ Գուցե մի օր ես էլ գնամ, չեմ կարող ասեմ։ Որովհետև այսօր մտածում ես լավ ինչ է լինելու վաղը։ Գուցե շատ լավ է լինելու։ Բայց այդ գնալու միտքը, որ ասացիր, որ գուցե գնաս, կա թե ինքը այդպես ուղղակի Գիտես ինչ, գնալու միտքը ուղիղ կապակցված է այն տարածության ու անորոշության հետ, ոչ թե ինչ որ երևույթներից ելնելով, այլ զուտ հոգեբանական։ Այն անորոշության ու տարածության հետ, որը այսօր կա։ Որովհետև ինչ տարբերություն դու այդ անորոշ մտքերով որտե կապրես։ Այսինքն, երբ որ մարդը ինչ որ մի բան ուզում է անի, այդ ցանկությունը ունենում է հենք, չէ՞, ունենում է, այսինքն ինչ որ դրդապատճառ, ունենում է ինչ որ բաներ։ Եվ ունենում են ինչ որ մարդիկ, որոնք որ քեզ օգնում են այդ անել, նաև։ Այդ անորոշությունը եւ այդ ինքնության որոնման, այսինքն ինքնության գիտակցության ճգնաժամ ինձ թվում է բոլոր արվեստագետները ունեն։ Ըստ քեզ ստեղծագործելը եւ ստեղծագործելու հնարավորությունը կարա դա որոշակիորեն մեղմացնի դա։ Իհարկե կարա, եթե կարողանաս ստեղծագործել այդ վիճակում։ Անպայման կարա։ Բայց երևի թե այդ պարագայում դու պետքա գտնես ինչ-որ մի նյութ կամ ինչ-որ մի թեմա, որը քո ներսից չի գալիս, որը պարզապես հետաքրքիր է եւ դու զուտ որպես մասնագետ, որպես պրոֆեսիոնալ վերցնում ես դա անելու։ Բազմաթիվ մարդիկ անում են ու շատ լավ են անում։ Բայց այն, որ ստեղծագործողները ունեն, որ ներսից իրան կրծում է ինչ-որ մի բան, հա, դրա մասին պատմելու, այդ վիճակով շատ դժվար է։ Դժվար է, այսինքն ստեղծագործել, էլի ստեղծագործես, բայց ինչ որ քեզ տանջում է, դու դրա մասին չես կարող պատմես։ Իմ համար, իմ ընկալման համար միշտ ոնց որ եղել է այդ սահմանաչափը, որ ինչ որ մի բան ես պետքա վերապրեմ, վերջացնեմ, հետո նոր դրա մասին պատմեմ։ Որտեվ պետքա վերլուծես, որտեվ երբ որ դու ընթացքի մեջ ես, դու կարաս սխալվես։ Քո գնահատականի մեջ։ Իսկ այդ դեպքում դու ինչ ճանապարհով ես ընտրում քո թեմաները, որոնցով ֆիլմ նկարես կամ ստեղծագործես։ Շատ տարբեր։ Ես կարող եմ մի պատմություն լսել, որը ինձ դուր գա, ես սկսեմ դրա վրա աշխատել։ Կարող եմ ինչ-որ բան կարդալ եւ այդ կարդացածի ոչ թե ընդհանուր սյուժեն, այլ ինչ-որ մի գիծ դրա մեջ ինձ դուր գա։ Տարական կարող եմ ինչ-որ մի հատ հաղորդում լսել, որի մեջ մի հատ հատված ինչ-որ մեկը մի բան ասի եւ դա ինձ հետաքրքրի։ Շատ տարբեր։ Իսկ առաջին զգացողությունը ո՞րն է, որ քեզ մղում է ստեղծագործելու։ Դա անհանգստանալն է, թե իրոք, այսինքն ո՞նց է չափում դուր գալ, այսինքն ո՞նց է քեզ մոտ է ձևավորվում։ Սրությունը,
Թեմայի մեջ առաջնային ինձ գրավում է միշտ մարդկային հարաբերության խնդիրը։ Լավ խնդիր կլինի, վատ կապ չունի։ Այսինքն մարդկային հարաբերության որևէ շերտ, որի մասին դու կարող ես խոսել։ Ավելի շատ ինձ հետաքրքրում են հոգեբանական թեմաները, իհարկե, որը բավական բարդ է կառուցել ընդհանրապես եւ կարծում եմ, որ պարզ մարդկային հարաբերությունների մեջ դա շատ ավելի հեշտ է ցույց տալ։ Երբեմն իրռեալ բաներ է ինձ դուր գալի թեմաներ, որը մեր պայմաններում շատ դժվար է նկարել։ Իսկապես ֆենտեզի, հա։ Հա, շատ ծախսատար է, էլի։ Դրա համար տենց շատ չեմ ավելի ոնց որ ռեալ կյանքից վերցրած։ Ես ինքս բավական ռեալիստիկ եմ նայում։ Շատ են այն ֆիլմերը, որոնց մասին մտածել ես եւ այսինքն քո գլխում կան իրանք տենց։ Չէ, շատ չեն։ Երևի մի այս պայդրությամբ կարող եմ ասել մի 4-5 պրոյեկտ, շատ չեն։ Այսինքն ես ունեմ գործընկերներ, որոնք 10-ից ավելի ունեն պրոյեկտներ, դրա համար չափի մեջ։ Ընդ որում իրանք բոլորը չեն, որ լիամետրաժ ֆիլմերի պրոյեկտներ են, նույնիսկ սերիալային ինչ որ տարբեր ձևաչափերի։ Հա, տարբեր ձևաչափեր, անիմացիայի ժանրում, վավերագրականից եմ բավական դեռևս խուսափում։ Ինձ համար դա բավական լուրջ ու ծանր ժանրային։ Բայց դու ասում ես, որ քեզ հետաքրքրում են մարդկային հարաբերությունները, իսկ վավերագրության մեջ այդ մարդկային հարաբերությունները շատ իրական են եւ Այո, բացահայտում ես իրական մարդուն, բայց իմ կարծիքով դա եթե ոչ 5 գոնե կրկնակի անգամ ավելի բարդ է, քան բեմադրել այդ խաղարկային ֆիլմում, այո։ Շնորհակալություն Լուսինե։ Ես եմ շնորհակալ։